Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ հյուրս այսօր համահայկական ճակատ շարժման անդամ Պահեստազորի սպա Ահարոն Ապիկյանն է։ Շնորհակալ եմ պարոն Ապիկյան հրավերս ընդունելու համար։ Հարցես Արմեն ջան, ես եմ շնորհակալ։ Եկել եք Գյումրիից, հենց նոր եք հասել, կարելի ասել Երևան, եւ բնականաբար մեր հարցազրույցը ես ուզում եմ սկսել Գյումրիում վերջերս տեղի ունեցած ավականու ընտրություններից, որտեղ մենք տեսանք հաղթեց ընդդիմության տեխնացուն եւ այլևս Գյումրին չունի ԿՊ-ական քաղաքապետ 3 ընտրվեց ավականու կողմից, ընտրվեց Վարդան Ղուկասյանը։ Շատ հետաքրքիր է, կուզենամ ընդհանրապես այդ տրամադրություններին, ընտրական այդ ընթացքին անդրադառնանք։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը այդ հեղափոխություն, բայց իրականում իշխանափոխություն իրականացնելու առաջին քայլերը փորձեց անել Գյումրիից քայլելով եկավ, հասավ Երևան եւ հայտարարեց իշխանափոխության մասին։ Հիմա ինչ գնահատական եք տալիս դուք Գյումրիում կայացած ընտրություններին։ Գյումրեցին գնաց եւ իր ձայնը տվեց փաստորեն ընդդիմությանը։ Միանշանակ այո, մենք նախքին հարցազրույցում ենք այդ ամեն ինչը նշել, որ Գյումրեցին ինքը որոշում կայացնի եւ կայացրեց, ճիշտ է, տարբեր քաղաքական ուժերի դեմքերով համախմբվեցին, բայց մենք դա չտնենք նժարի մի կողմին, որ տարբեր էին, ընդդիմադիր էին, կարևոր չէր քաղաքական ուժի անվանումը, ընդդիմադիր էին եւ քայլը կատարեցին իշա երկրի փոփոխման նրա համար, որ եթե քաղաքական քայլ պիտի կատարվի ընդրությունների միջոցով եւ Գյումրիից պիտի սկսվի, ուրեմն դա սկսվել է։ Տեսեք ինչ են ասում պարոն Ապիկյան, ասվում է, որ հեղափոխությունը, իրական հեղափոխությունը կամ կարող ենք պարզապես ասել այսպես Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի հեռացումը կարծես թե մեկնարկեց Գյումրիից, այդպես է, կարծում եք այդ ալիքը պիտի այն որ Գյումրին ոչ ասեց ԿՊ-ական տեխնացուին Սարիկ Մինասյանին, ոչ ասեց դրանով ԿՊ-ին, ոչ ասեց դրանով Նիկոլ Փաշինյանին, այդ տրամադրությունները կարող են շարժվել դեպի Երևան եւ տարածվել հանրապետությունով մեկ դուք ինչ կարծիք եք։ Երկու արդայերթ ընդրություններ եւ Փարաքյարում եւ այո, որտեղ եւս հաղթեց ընդդիմությունը։ Միաձայն երկու տարածքում էլ ԿՊ-ին ասեցին ոչ։ Կտրուկ եւ հստակ։ Կարող է մեկնաբանություններ են տարալիս տարբեր ձևակերպումներով, բայց դա այդպես չէ։ Միանշանակ բարձրաձայն ասել են։ Եվ կարելի է շեշտը դնել, որ անհատապես ում այս պահին խոսացնես, ում հարցը տաս, բողոքի ձայնը կա, խնդիրը կա։ Այսինքն Գյումրեցին իսկապես այսօր դեմ է այս իշխանությանը։ Կարող եք այդ ասել։ Հնարավորությունը տրվել էր Գյումրիի տարածքում ձայները տալու Շիրակի մարզի ողջ հասարակությունն էլ այդ մտքին է ու այդ որոշմանն է։ Որ պետք է հեռանա այս իշխանությունը։ Որ պետք է հեռանա։ Օրինակ ինչը չեն հավանում այս իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ գյումրեցիները ինչից են դժգոհ։ Միայն քաղաքականությունը չէ, այստեղ մեր ամենաառաջի խնդիրը անվտանգությունը, մեր երկրից առածած խնդիրը, մեր անկախությունը, մեր պատմությունը, մեր 5000-ամյա կյանքը դրված է նժարին, ինչի համար, խոսքերով, այսօրվա աշխատավարձով, այսօրվա հաստիկներով, սա է մեր խնդիրը։ Մեր խնդիրը մեր պատմությունը պահելն է, մեր պատմությունը շարունակելն է եւ մեր կորսրածը հետ բերելն է։ Արցախը։ Եվ Արցախը, եւ Նախիջևանը, եւ Արևմտյան Հայաստանը, եւ Շավախքը, բոլորը մերն են, ինչ է։ Այսօր մենք համարձակություն չունենք մեր պատմությունը բարձրաձայնելու։ Իրավունք չունենք ասելու։ Չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է իրական Հայաստանը դուրս է ձեր բոլոր ասածից, իրական Հայաստանի մեջ չի մտնում։ Ով է հնարել այդ բառը, ինչ բառ է։ Թող գնան ասեն իրական իրանց շրջապատը, իրական կամ ոչ իրական։ Ինչ գործ ունեն Հայաստանի ու ժողովրդի անունից խոսալու։ Եթե սա ամեն ինչ քաոս են դարձել ու ծառացել է մեր սաղ pedagogical ու ազգային շահերին, մեր ապագա սերունդներին, ինչ պետք է թողնենք մեր սերունդներին, ինչ իրականության մասին է խոսքը, կործանված ու կորցրած է։ Դուք ասում եք իրավունք չունեն խոսելու, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է ես ժողովրդից ընտրված եմ։
Այ ես կուզենամ այդ ժողովուրդը, որ հատվածը, որ որոշեց ու ընտրեց կամ փողոց դուրս եկավ ու խորոված արեց, չգիտեմ, ինչ որ քեֆեր արեց, խնդրում եմ այդ հավաքված մարդկանց թող նորից որոշում կայացնեն, դուրս գան ու այս ամեն ինչը մեզ ազատեն։ Մի հատված, որը զբաղված է երկրի պաշտպանությամբ, որը զբաղված է այլ ծառայություններով, այլ խնդիր կատարելուց իրավունքներ չեն ունեցել ժամանակին բարձրաձայնելու լուրջ ծառայությունն են կազմակերպել, բայց այսօր քաոս են դարձել մեր գլխին, չէ՞։ Թող դուրս գան իրանց կեղտոտածը մաքրեն։ Ոնց բերեցին, այդպես հեռացնեն նկատի։ Հա ճիշտը դա կլինի։ Հա այսօր այդ պահին չգիտեմ, լցված էին, հուսալքված էին, բորբոքված էին, որոշում կայացին առանց մտածելու, երբևիցե ժամանակ եղել է, որ նժարին է դրվել որոշ մարդկանց ով պիտի լինի, նժարին դրվել է, որ առաջնորդներ են եւ կարողանում են դիվանագիտական եւ մարդական խնդիրը կատարել, որոշում է կայացվել, բայց առանց մտածելու, որոշում կայացնելու հետևանքները այսօր սերունդ կորցնելով սա ճիշտ է։ Տեսեք, Գյումրին Թուրքիայի հատվածով սահմանակից է, հա, հարևան ոչ բարեկամ, մեղմ ասենք, եթե չասեմ թշնամական երկրին Թուրքիային, Գյումրեցին իմ տպավորությամբ ավելի շատ է զգում, հա, պարոն Ապիկյան, այդ վտանգը, այն քաղաքականության վտանգը, որ իրականացնում է Փաշինյանը, իսկ Փաշինյանն ասում է պիտի բացենք մեր դռները Թուրքիայի հետ պիտի ակտիվ համագործակցենք։ Դա մեր պատմական հողատարածքներն են։ Հա, բայց այս դեպքում օկուպացված է Թուրքիան է ամեն դեպքում, որ դուռը բացում ենք ոչ թե Արևմտյան Հայաստանի առաջ, այլ բացում ենք Թուրքիայի առաջ։ Հիմա մենք պատրաստ ենք թուրքերի հետ համագործակցության, հայոց ցեղասպանության փաստը մոռանալով, Արցախն ասում է պիտի մոռանաք, հա, այս գնով պատրաստ ենք։ Խնդիրներից մեկը, որ երրորդ երկրով մեր տարածքներ թափանցում են ամեն ինչ Թուրքիայում ստեղծված ու արդադրված, ամեն ինչ ներթափանցում է մեր տարածք։ Մի օր բարձրաձայնող եղել է, գիտեք ինչ կա, մեր տնտեսությունն ուր մնաց, նրանց ուր մնաց, այս ինչ եք բերել լծե, պարզնում եք թուրքական է, համեմատում են Չինաստանի հետ, համեմատում են, չգիտեմ, այս երկրի հետ, որ ապրանքները որը որակյալ է, որը անորակ է։ Բա մեր արժեքն ու արժանապատվությունը ուր մնաց։ Թուրքի եղածը գովազդենք, հետ չենք նայում այդ նկարները, այդ պատմությունը, այդ կինոները, այդ վավերագրական փաստերը, ամեն ինչը մոռացել ենք, ցեղասպանությունը դրել ենք մի կողմի վրա, բարեկամ է ու հարազատ է ու որակյալ ապրանք վաճառող մեր վրա։ Ասում եմ, եթե չմոռանանք եւ Արցախը եւ հայոց ցեղասպանության փաստը մի կողմ օրակարգից չհանենք, մենք չենք կարող անվտանգ պետություն լինել։ Ինչի՞։ Վախենանք, խոնարհվենք, որպեսզի լավ ապրենք։ Չկա դες բան։ Պայքարենք, բարձրաձայնենք, ոչ թե մուրանք, բարձրաձայնենք ու պահանջենք եւ աշխարհից եւ մեր ունեցածից։ Իդեպ, երբ որ մենք լռում ենք, մենք գլուխներս մեր խոնարհում ենք, թուրքը դա գնահատում է, եւ թուրքը հետ քայլ է անում։ Երբեք։ Դա ուզում է լինի մեր հայկական մտածելակերպում հարևանի հանդեպ, գյուղի հանդեպ չի ընդունում, դա հարգի չի։ Ուր մնաց պետության ու թշնամանքի հանդեպ հարգի լինի, չի լինի դες։ Չկա դες բան։ Այսինքն մեր ժողովրդի կողմից օրինակ ինձ համար հետաքրքիր է մեր գյումրեցիների տրամադրությունը, գյումրեցիները թասիբով ժողովուրդ են, էլի, իրենք արժանապատիվ մարդիկ են։ Իրենք ոնց են մտածում, երբ որ այս մարդն ասում է փակում ենք հայոց ցեղասպանության, այսինքն օրակարգից ենք հանում, քաղաքական օրակարգից հանում ենք այդ փաստի ճանաչման գործընթացը, առհասարակ այդ մասին պիտի չխոսենք, Արցախյան էջն էլ փակում ենք ընդհանրապես։ Մեր գյումրեցիները այդ մասին իրազեկ են, որտեղ երբեմն մարդիկ ամեն ինչից տեղեկանում են, ասենք օրինակ հանրային հեռուստատեսություն նայելով, որտեղ ամեն ինչ չէ, որ ասվում է։ Ես ուզում եմ հասկանալ, մեր ժողովուրդը Գյումրի, եթե ոչ բոլորը, ապա որոշակի զգալի հատված իրազեկ է, թե ինչ քաղաքական, վտանգավոր քաղաքականություն է վարում Փաշինյանը։ Մեր ամենամեծ խնդիրը գիտեք որն է, այսօր ոնց է, եկան Facebook-ով, եկան սայթերով, եկան, չգիտեմ, ինտերնետային համակարգով, չէ, տարածվեց, ցնցվեց, ոգևորվեց, բարձրաձայնվեց։ Այդ մի հատ հատված կա, որ ամբողջ օրը դրա մեջ է, հիմա լսում են, բայց իրանց հասկացածը պետք է մեկը հուշի, որ բերեք վերլուծենք, դնենք նժարին ախպեր։ Բայց ի՞նչ կա տեղ վերլուծելու, ասում է։ Վերլուծենք մի հատ հասկանանք, որ ձեր ընդրածը, ձեր որոշածը, ձեր թուրիմացությունը սխալ էր։ Ընդունեք այսօրվա ներկայիս ընդդիմադիրությունը, բարձրաձայնողին, չգիտեմ, հակառակ ասողին, ճիշտ ասողին, պատմական փաստերը բարձրաձայնողին բերեք լսեք։ Դուք լսում եք նույնը, այն ինչ որ քանդում է մեր կյանքը։
Այսինքն մարդկանց դեռ պետք է բացատրել, որ հասկանան ով է Փաշինյանը։ Իմ կարծիքով կան։ Դե այն 17000-ը, որը ձայն տվեց Գյումրիում, փաստորեն հենց այդ թիվն է, հա։ Կուզենամ հասկանամ պաշտոններ, աշխատավարձներ, ապրելակերպներ, ի՞նչն է ստիպում, եթե չեն վերլուծություն անում։ Այդ շարվեշարանը նախկինը տվեց, ներկան տվեց, տված էր, դրեցինք, մենք արինք, ի՞նչ լուծեցինք։ Ինչ խնդիր լուծեցինք։ Ոչ մի խնդիր չլուծեցինք, փոքրացրինք, սպանեցինք, կոտորեցինք, ինչա տվել մեր հեղափոխությունը մեզ։ Տարածքների կորուստ, երիտասարդների կործանում, նվաստացում, ամբողջ աշխարհով սփռված հայերի գլուխ կախել, ամբողջ աշխարհով տված հայերի հբարտության կործանում, եւս նորից արդագաղթ, ինչ է տվել, լավ բան, ինչ ենք ասում, կլուբնիկ, ասֆալտ է գցել։ Ինչ ասֆալտի մասին է խոսքը։ Եթե ասֆալտը գցե, թող մի օր նստեն այսօրվա այդ ասֆալտ գցողները կոնկրետ այդում կայարանից նստեն ու շարժվեն դեպի Բերդ քաղաք։ Այդ հատվածը հիմա թող մեկը նստի գնա։ Տեսնեն այդ ճանապարհը ասֆալտացե թե ոչ։ Ինչ վիճակ է։ Շատ վատ։ Եվ դիդարգվող, եւ քանդված։ Դրա լավը ո՞րն է։ Պարոն Ապիկյան, լավ, 17000 գյումրեցի ձայնը տվեց մի մարդու կուսակցության ներկայացուցիչին Սարիկ Մինասյանին, ՔՊ-ական դարձած վերջին շրջանում միջայլոց, ով Արցախը հանձնեց Ադրբեջանին, միանշանակ փաստերը ակնհայտ են, ով 44 օրյա պատերազմի ժամանակ էլ անտեսեց, այսպես ասում են, ակտիվ ամեն դեպքում չոժանդակեց, անհրաժեշտ օգնությունը չցուցաբերվեց արցախցիներին, երբ արցախցիները բլոկադայի մեջ էին, այդ ժամանակ եւս անհրաժեշտ օժանդակությունը Հայաստանից չցուցաբերվեց։ Մարդ, որի իշխանության օրոք Ադրբեջանը զավթել է Հայաստանից կարևոր տարածքներ, այս մարդուն գնացին եւ այն արժեհամակարգը, ինչի մասին դուք խոսում եք, հա, արժեքների ոչնչացում, ազգայինի ոչնչացում եւ այլն, այսպես կարող ենք հա շարունակել։ 17000 մարդը ինչու գնաց ձայն տվեց 17000 գյումրեցին, ինչու ձայն տվեց ՔՊ-ի Սարիկ Մինասյանին։ Որ միգուցե այդ մեծամասնությունը ՔՊ-ի արժեքը չկապեց անձի հետ, իմ անձնական կարծիքն է, ընդունեց անձին։ Սարիկ Մինասյանին։ Պայքարի, հա, երևի գյումրեցի, երևի հարգված երիտասարդ իմ կարծիքն է։ Հա, շատերն են Չդրեց նժարին, որ հասկանար ՔՊ-ի հետ ինչքանով է կապված ու ՔՊ-ն իրանից ինչա ներկայացնում այդ համախմբումը։ Իմ կարծիքն։ Այսինքն, տեսեք ինչ կատարվեց, փաստորեն ՔՊ խաբեց Գյումրեցուն, ներկայացավ Սարիկ Մինասյանի դեմքով, չէ՞, մարդու, որը մինչև այս ընթացքը չի եղել, չէ՞, ՔՊ-ական այդ մարդը։ Երևի ինչ որ հարգված մարդու գտան, արագ բերեցին, դրա տակ, դրա հետևում, հա, թաքնվեցին, իրականում վարկաբեկեցին նաև Սարիկ Մինասյանին, այդ է ստացվում։ Եվ խաբեց գյումրեցիներին, դա հասկանում է գյումրեցին։ Անհատապես հասկանալու է։ Իսկ ընտրություններին, այդ 17000-ը իդեպ ասում է, որ այնպես չի, որ դա մաքուր, այսպես ձեռք բերված քվեր։ Կան ասեկոսներ, տարբեր ասեկոսներ։ Ինչ զեղծարարություն է եղել։ Ճավախքից մարդիկ եւ այլ քաղաքացիություն ունեցողներ եւ, չգիտեմ, բացակայողների անուններից ասեկոսներ կան, որ խոսվում են, մեկի մյուսով խոսում է կան։ Օրինակ ասում են բնակարաններ, որտեղ ենթադրենք 4 մարդ է մեկ էլ հանկարծ այդ ընտրությունների նախաշեմին դառան 14։ Դա իրենց պետական կառավարման նեղ անկյունն է, որ դեռ փաստաթուղթը ձեռը չկամ ներկա չես եղել, չես կարող հստակ պատասխանել, որ բայց որ խոսվել է, չեղասպանել չի խոսվել։ Վիվարոն էլ իր դերը ասում են ունեցավ։ Չեղասպանը չեն խոսա։ Ոչ մեկ չի կարող քնից արթնանալ ու մի հատ որոշում կայացնել։ Հա, անցուղ, ոնց է ժողովրդական խոսք կա, չէ՞։ Ծուխը բդելնի որ կրակ լինի, հա։ Անցուղը կրակ չի լինում։ Հա, եւ չէ կարծում, որ այնուհանդերձ այդ բոլորը պետքա ընդդիմությունը բացահայտի։ Այս ոնց եղավ, որ 17000 գյումրեցի տվեցին իրենց ձայները Սարիկ Մինասյանին եւ բացահայտի կեղծիքը, ընտրակեղծիքը, եթե կաշառք ա եղել, որովհետեւ մենք հիմա ընդառաջ ենք գնում 2026-ին, համապետական ընտրությունների մենք պիտի հասկանանք, ՔՊ-ն ինչը օգտագործեց, իր որ լծակը օգտագործեց։ Առաջնային օրակարգ պետք է լինի եւ ամեն օր հետևողական ու
խորացված բացահայտումներ որպեսզի բացահայտվի, այո, ընտրակերտ ծառայությունը։ Լավ, տեսեք, ես իմ հարցին դառնամ հետեւյալը, չեք կարծում, որ օրինակ այդ կարծիքը այնուհանդերձ հնչում է, որ Գյումրիում այս հաղթանակը, ընդդիմության հաղթանակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով մեկ եւ մենք հասնենք ԽՊԻ պարտության բոլոր տեղերում հեռացնելով քնած հոգեբանությունը, անտարբեր վիճակը պետք է բոլորին համախմբել։ Մեր դրոշի շուրջ, մեր հավատքի շուրջ, մեր համապետական մտածելակերպի, ազգային շահի, ազգային ոգու շուրջ պետք է բոլորս հավաքվենք։ Դա ամենաբարդն է համախմբումը։ Ինչպես անել, տեսեք, 4 տարի այդ համախմբման գործընթացը արվում է, ընդդիմությունը տարբեր քայլերի դիմեց, բայց Փաշինյանը չի հեռանում։ Փաշինյանը չի հեռանալու իր կամքով։ Չի հեռանա։ Բա ոնց է կամքով։ Կամքով չի հեռանա։ Որ գործիքակազմը ըստ ձեզ պիտի փողոցը խորհրդարանում անվստահություն հայտնելը, այդ բոլորը միասին, ամբողջ եւ իրավաբանորեն պետք է հիմնավորենք, եւ ժողովրդով, եւ ընդդիմադիրությամբ, բոլոր լծակները համախմբման եւ իշա վատից ազատվելու պետք է օգտագործենք։ Հիմա այսպիսի մի հարց եմ ուզում նաև տալ, պարոն Ապիկյան, Գյումրիում չկա գյումրեցիների մոտ այն մտավախությունը, որ Վարդան Ղուկասյանը, որպես լինելով ընդդիմադիր, հա, թեկնածու, կարող է հանկարծ ձախողել, որտեղ ասենք օրինակ իշխանությունը ի վերջո ամբողջությամբ գտնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, չէ՞, օրինակ կառավարությունից չլինեն համապատասխան բյուջետային հատկացումներ, 1000 մի խնդրով, չէ, 1000 մի լծակով կարող է ճնշում գործադրել Ղուկասյանի վրա, որպեսզի նա ձախողի։ Ժողովուրդը միանշանակ ոտքի կկանգնի։ Այդ դեպքում միանշանակ։ Երևի թե հաշվի չեն առնի արդեն տարբեր մտածելակերպ կամ տարբեր գաղափարախոսություններ, կուսակցությունների այդ կարգավիճակը հաշվի չեն առնում, միանշանակ ոտքի կկանգնեն։ Եվ կպաշտպանի, այսինքն Վարդան Ղուկասյանի ներկա ընդդիմությունը ու Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ բոլոր հարցերին լուծում կտան։ Շատ լավ, դե սպասենք, ինչպես ասում են, Գյումրիում հնարավոր զարգացումներին, ես կարծում եմ, որ գյումրեցին ամուր է եւ իր քվեն կպաշտպանի մինչեւ վերջ, թիկունք լինելով նաեւ Վարդան Ղուկասյանին, այստեղ շատ բան նաեւ կախված է Վարդան Ղուկասյանից, որ ինքն էլ միշտ լինի ժողովրդի հետ, ժողովրդի նաև տված խոստումները իրականացնի, որ հանկարծ ժողովուրդը հանկարծ չհուսահատի, որտեղ դա կլինի շատ վտանգավոր։ Իսկ ՔՊ-ն այսպես կանգնած է, որ հանկարծ մի սխալ բան անի Վարդան Ղուկասյանը եւ ժողովրդին ցույց տան, ասեն, այ տեսեք, ձեր տեխնացուն արդեն սկսել է սխալներ գործել, այնպես որ իսկապես շատ բարդ պահ է, տեսնենք ընթացքը ոնց կլինի։ Լավ, մարունքները պետք չի մեծարել ու սարքել մի անգամից ցանկացած աշխատանքային process-ի ընթացքում թերություններ լինում են, թերությունները անդառնալի չեն լինում, շտկվում են, թերությունների վրա ուղղում են եւ շարունակում են ավելի որոնու ակտիվ աշխատանքը, այո, շատ լավ, ես կուզեմ անդրադառնամ, դուք Արցախում կրված մարդ եք, զինվորական մարդ եք, վերջի շրջանում հաճախ է տարածվում իշխանության կողմից իդեպ, որոնք շարունակում են իրենց արցախցիներին վարկաբեկելու այդ գործընթացը, մի կողմից ուզում են բոլորին համոզեն, ցույց տան, որ Արցախը հանձնվել է, նախկինների կողմից իրենք չեն հանձնել, մյուս կողմից ասում են 44-օրյա պատերազմի ժամանակ, հետո եւս վերջին այս հայաթափման այդ ընթացքում մնայիք, կռվեիք, չեք կռվել, պարտվել եք, դուք ոնց եք վերաբերում օրինակ նման հայտարարություններին, որոնցից ես ուղղակի հղում անեմ, որոնցից մեկը վերջին մեկ ամիս առաջ ազգային ժողովի նախագահ համարվող Ալեն Սիմոնյանն էր հայտարարել արցախցի մեր գործընկերոջ հարցին, ասում էր, բա մնայիք, կռվեիք, իսկ իր հոդված հարցազրույցներից մեկում ՔՊ-ական մյուս պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նորից կրկնել է Ալեն Սիմոնյանի միտքը, երեք է ասել եւ այսօր մեծ աղմուկերի դեպ բարձացել այդ ուղղությամբ, հա, բա 44-օրյա պատերազմի ժամանակ ասում է մեծ մասը չի կռվել եւ այլն եւ այլն։ Խնդրեմ։ Ես կուզենամ այդ հարցին ժողովրդի անունից պատասխանեմ, քանի որ ես արցախցիների հետ համահավասար ապրել եմ այդ հողու ջրում եւ ծառայել եմ հանուն հայրենիքի, բոլորը դա լինի ներկայիս իշխանություն, նախկիններ իշխանություն, հետո կգա ապագան ու ինչ-որ պատմական անևը կշրջվի, ոչ մեկ իրավունք չունի նման արդարություն անել, ոչ մեկ,
Բայց Չի չեն կարող կրվել հայոց արցախցիները, պատմության դա ոնց է։ բոլոր էջերը թերթելով Արցախցին երբեք չի խոնարհվել։ Պայքարել ու ապրել է։ Ինչ էր մի անգամից եկավ 21-րդ դար ու անիվը շրջվեց ու բոլորը հրաժարվեցին իրենց հայրենիքից։ Ուղղակի համբերատար լուր լեռում են, բայց արդեն վերջի ժամանակահատվածում կամաց բոլորը մեկը մյուսին ձայն տալով ոտքի են կանգնել եւ արդեն պահանջում են իրենց իրավունքների վերականգնումը։ Այդ մարդկանց թերագնահատել չի կարելի։ Բոլորը համատեղ միասնաբար պայքարել են Արցախյան առաջին ազատամարտով եւ այդ հողը հայկական է։ Իշխանությունը թիրախավորում է կոնկրետ Արցախցուն, ասում է մնայր, կռվեիր, Իրավունք չունեն, դատապարտելի է։ Ոչ մեկ իրավունք չունի։ Գիտեք, շատ ցավալի է, բայց ես պետք է այնուհանդերձ ձեզ հիշեցնեմ, այսօր թիրախավորելով Խաչատուր Սուքիասյանը արցախցիներին, ասում է՝ մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը չի կռվել, ինադու տվյալներ է տվել, այս բոլորը պիտի դատական գործընթացով պարզվի։ Այդ ով է ինադու սաբոտաժ արել, ինադու չի կռվել, հա։ Արցախցին իր հողում ինադու սաբոտաժ է արել։ Չի կարող։ Ինադու տվյալներ տվողն ով ա եղել Արցախցին, թե ուրիշ մարդկանց մասին էր, չէ՞, այդ ընթացքում խոսվում։ Արցախի ժողովուրդը կամ կանգնած է իր բնորանում, կամ կանգնած է իր խրամատում։ Ինչ տվյալի մասին է խոսքը։ Ոնց կարող է Արցախցին տվյալ տա։ Ում տա։ Դե օրինակ այսօր մարդիկ կային, որոնքից հետ զրուցում ասում էին, բա բունկերի Աննա Հակոբյանին չի հիշում Խաչատուր Սուքիասյանը արցախցիներին է թիրախավորում։ Բա կարող է պատահի Աննա Հակոբյանն է բունկերում եղած ժամանակ տվյալներ տվել, այդ մասին չեն խոսում, չէ՞։ Ինչ գործ ուներ նախ եւ առաջ ընդեղինք։ Ինչ գործ ուներ։ Ով էր թույլ տվե, ով էր հրահանգե, ով էր առաջնորդը։ Զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը։ Էրատո ջոկատով, այսպես հիշում եք, չէ՞։ Դե թող այսօր էլ առաջնորդվեն, երասխում կանգնեն եւ Նախիջևանի մասին մտածենք։ Նախիջևանի Արցախը հետ չբերած։ Երկուսը միասին։ Լավ, ամփոփելով մեր հարցազրույցը, պարոն Ապիկյան, դուք քանի որ ներկայացնում եք համահայկական ճակատ շարժումը, ինչ գործունեություն եք այս պահին իրականացնում, մի փոքր էլ շարժման եւ նաեւ ներկայացնում եք համահայկական ճակատ կուսակցությունը, ինչ քայլեր են արվում կուսակցության կողմից, նաեւ այս բարդ իրավիճակների փոփոխության հետ կապված, այս իշխանությունների հեռացման հետ կապված, առհասարակ ժողովրդի հետ հանդիպումներ, ինչ աշխատանք եք դուք անում։ Ժողովրդի հետ, հասարակության հետ, մեզ միացող կառույցների հետ, պայեստազորի սպայական կազմի հետ, համազորային ժողովրդական մտածելակերպ ունեցող մենք ունենք խմբեր, որոնք որ մտածում են միավորվելու մասին, բոլորի հետ մենք հանդիպումներ կազմակերպում ենք, որ համախմբենք եւ շուտով հայտարարությամբ հանդես կգանք եւ համախմբան մասին եւ մեր դրոշի շուրջ համախմբելու մասին, որովհետեւ բոլորին համախմբենք մի գաղափարի շուրջ, մի խնդրի լուծման, մեր անվտանգության խնդրի լուծման, մեր կորցրածը հետ բերելու խնդրի լուծման, մեր ժողովրդին իր բնորանը հետ վերադարձնելու խնդրի լուծման, մեր հայ գերիների խնդրի լուծման, մեր անհետ կորածների խնդրի լուծման, բոլորը բացեր են, որոնք որ պիտի լուծում ստանան։ Իշա ժողովրդի, իշա հայրենիքի եւ ազգային մտածելակերպի։ Շնորհակալ եմ պարոն Ապիկյան հարցազրույցի համար, շնորհակալ եմ, որ Գյումրիից գալով եկաք մեր տաղավար եւ ձեր տրամադրությունները, Գյումրիի տրամադրությունները փոխանցեցիք նաեւ մեր ուղղություններին։ Ես եմ շնորհակալ Արմինե ջան։ Վերհիշեցնեմ, այսօր ես մենքի տաղավար էի հրավիրել համահայկական ճակատ շարժման անդամ պայեստազորի սպա Ահարոն Ապիկյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։